Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր հիսնագի 6-րդ գիրագին է եւ 2025 թվականի վերջին գիրագին։ Աստուծո փառք եւ գոհություն, որ մեզի այս կյանքը շնորհեց եւ այս տարի եւս ամեն օր Աստուծո սուրբ խոսքերով զորացանք։ Ամեն գիրագի սիրելներ ցեզի երկեցի հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցվո շարականներեն մեկը։ Թարգմանապար բացադրեցի, հերինագի մասին խոսեցա եւ երկի երկեցի, որբեսի դուք ճաշակ ունենաք մեր եկեղեցվո այս ոսկերդիկ շարականներու եւ նաեւ բոլոր անոնք, որոնք սարգսակ են, թբիր են եւ նաեւ հոգեվոր եղբայրներ սորվին այս շարականները ու եկեղեցվո առողջությունները գդարեն բծախնդրությամբ եւ նաեւ քեղեցիկ գդարումով, որովհետեւ ուր որ խառնագություն կա, այնտեղ գետրոնացում չկա, ուր որ ներտաշնագություն կա, այնտեղ գետրոնացում կա։ Հետևաբար երբ որ այս շարականները, որ մեր հայրերը քրեցին եւ մեզի գտագեցին, կանոնականությամբ կդարվին, քեղեցիկ ցևով կդարվին, այդ ժամանակ նաեւ հոգեվոր հայրերը օգնած կլան հավատացյալներու հոգեվոր վերելք ու ապրում ունենալուն։ Հոգետով ցևով երբ կդարվին այս շարականները, նաեւ սիրելներ հավատ կներշնչեն, գետրոնացում կներշնչեն հավատացյալներուն։ Հետևաբար սորվեցեք սիրելի սարգսակներ, թբիրներ, քահանա եղբայրներ այս շարականները եւ ծեր լավակույնը ներկայացուցեք Տիրոջ, ոչ թե մեր փառքին համար, մեր անձին համար, այլ միայն ու միայն Աստուծո փառքին համար եւ մեր ժողովրդի հոգեվոր այս քաղցր ճաշակման համար, որբեսի վայելեն հոգեվոր վայելք ապրին եւ Աստված փառավորեն։ Այս տարվա վերջին գիրագին ցեզի պիտի երկեմ Պետրոս եւ Պողոս առաքյալներու նվիրված ջաշու շարականը։ Հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցին դարվան վերջին շաբաթը սիրելներ ավակ դոներ գդոնե, մեծ դոներ։ Եվ այդ ավակ դոներու մեջ Պետրոս եւ Պողոս առաքյալի դոնը հատկանշական է։ Ինչու՞։ Որովհետեւ այս երկու մարտիկը զույգ եղան, հավատքի ընկեր եղան։ Այո սիրելներ, Պետրոսը ուսուն թեև չուներ, անորանը Սիմոնն էր նախապես, ծգնորս էր, բայց դերը Հիսուս զինք գեփաս գոչեց, այսինքն ժայր, եւ Պետրոս հունարենով կնշանակե ժայր, որովհետեւ ժայրի պես հավատք ունեցավ։ Այո, թեև ուրացավ Հիսուսը 3 անգամ, սակայն զղջաց իր այդ ուրացման համար եւ Տեր Հիսուս Քրիստոս զինք վերահաստատեց իր հավատքի մեջ եւ ասավ արածեին ոչխարներս։ Եվ Պետրոս առաքյալ ինք սիրելներ, որ ամուսնացած էր, քնած մինչև Հռոմ, այնտեղ եւս կարոզեց եւ Հռոմի մեջ ալ Ներոն գայստրի ժամանակ նահատակվեցավ, երբ բիդի խաչեին զինք, ասավ ես արժանի չեմ Տիրոջս պես խաչվելու, ուստի զինք գլխի վայր խաչեցին, գլուխը ներքև, ոտքերը վերև։ Եվ այդպիսով իր կյանքը ավարտեցավ 64 թվականին։ Իսկ Պողոս առաքյալ ինք գադաղի հալածիչ մեր քրիստոնեության դեմ, գալածեր քրիստոնյաները։ Անիգա սիրելներ, իսկապես որ գադեր Քրիստոսը եւ քրիստոնյաները, անորանը Սողոս էր, սակայն դերը զինք կանչեց եւ Դամասկոս հասավ, որբեսի այնտեղի քրիստոնյաները ցերպակալեր, դերը անոր հայտնվեցավ։ Սողոսի աչքերը սկիզբը գուրցան, մինչև որ դերը Անանիա անունով իր աշակերտները մեկը ղրգեց, Պողոսի աչքերը բացավ եւ ոչ միայն ֆիզիկական աչքերը բացվեցան Պողոսի, այլ հոգի աչքերը մանավանդ։ Ու դերը զինք նշանակեց որպես հետանոսած առաքյալ։ Ահա Պողոսը անվախորեն դարածեց քրիստոնեությունը։ Անիկա գրտված մարդ էր, դարսոնացի, գիլիգիային, Անիկա փարիսեցի էր,
Աստվածաշունչը շատ լավ գիտեր։ Սակայն երբ Քրիստոսը ջանցավ, տեսավ, որ Քրիստոս ինք ճշմարիտ Մեսիան է, Աստուծո որդին։ Եվ բազմաթիվ նամակներ գրեց, թիվով 14 հատ։ Նույնիսկ նամակներ գրեց, երբ փանդարգված էր, եւ այդ նամակներու մեջ ցույց տվավ հավատացյալներուն ճշմարիտ հավատքը եւ Աստուծո ջամփաներու մեջ են քալելու ուղին։ Ահա սիրելներ, այս երկու մարդիկը, որոնք հագաթիր էին իրարու, սակայն դարձան կորձագից եւ երկու եզներու նման, անոնք սիրելներ Քրիստոսի թաշտը հերգեցին, հավատքի սերմեր սերմանելով, նահատակվեցան, Պետրոսը հագարակ խաչվելով, Բողոսը քլխատվելով, երկուքնալ Ներոն գայսրին ժամանակ, մեկը 64 տվին, մեկը 67 տվին, սակայն սիրելներ անոնց ցանած սերմերը արդյունք տվին եւ քրիստոնեությունը տարածվեցավ։ Այս հավատքի ախոյաններու շարականն է, որ պիտի երկեմ սիրելներ, որբեսի մենք կարողանանք իսկապես նոր տարին թիմավորել հզոր հավատքով, անվախ ըլլանք եւ Տիրոջ ծառայության նվիրվենք ամեն մեկս մեր կյանքի մեջ, ընտանիքի հայրը իր ընտանիքի մեջ, ընտանիքի մայրը իր ընտանիքի մեջ, զավակներու դաստիարակության մեջ, աշխատողը իր աշխատանքի մեջ, գրոնավորը իր գրոնական սրբամաքուր կյանքի մեջ, ղեկավարը pedagogan ղեկավարության մեջ, զինվորը իր զինվորական կյանքի մեջ, որբեսի սիրելներ ամեն մեկս մեր բարդականության մեջ ըլլանք բծախնդիր եւ մեր հավատքի մեջ հաստատ։ Այս շարականը, որ ցեզի պիտի երկեմ, սիրելներ, Պետրոս եւ Պողոս Արաքյալի նվիրված ամբողջ կանոնին մեջ են առնված շարական է։ Այս շարականը թե երկվի այդ օրը Պետրոս Պողոս Արաքյալի դոնին օրը, թե իբրև ողորմյա շարական, այսինքն արաբոդյան ժամերկության ընթացքին, եւ թե նաեւ որպես ջաշու շարական, եղանակը թացա եղանակով։ Այս շարականը գրած է մեր լուսամիտ հայրապետներեն Սուրբ Հովան Օծնեցին։ Սուրբ Հովան Օծնեցին սիրելներ ծնած է 7-րդ դարու անհայտ թվականին, բայց 717-ին եղած է հայոց կաթողիկոս, արաբական խալիֆայության ժամանակ, դժվարին ժամանակ, սակայն գրծած է նույնիսկ խալիֆային համագրանքը շահիլ, իր փարահեղ ներկայությամբ, սակայն իր հակոստին դակ սիրելիներ մարմինը ցածգող ուրեմն հակոստով, նաև սիրելներ քրած է բազմաթիվ շարականներ, գդարած է շատ կարևոր ժողովներ թվինի մեջ եւ այլուր եւ բայկարած է աղանդավորության թեմ, ապա սիրելներ իր կյանքի վերջավորության կքաշվի ճգնագեցության եւ մինչեւ մահը 728 թվական Գաբրի սրբությամբ։ Անիկա գոչվի Օծնեցի, որովհետեւ դա շիր քավարի ուրեմն քաղաքի 80 քյուրեն եղած է։ Սիրելիներ, երեք դուները փաղկացած այս շարականը շատ հեշտ է սորվիլը, Փարերը նախ թարգմանապար գգարտամ ցեզի գսե հայր սուրբ խոսք ուղելով հայր Աստուծո հավատքի ամոլը, հավատքի զույգը, այս ընկերները, այսին Պետրոս եւ Պողոսը, այսօր քու սուրբ եկեղեցիդ մեջ գփայլի Մարտասեր փրկիչ, ողորմե դոնողներուս։ Մարտասեր փրկիչ երկրորդ դունը, քու սուրբ արաքյալներուդ Պետրոսի եւ Պողոսի բարեխոսությամբ ողորմե դոնողներուս։ Եվ երրորդ դունը, անոնց ուսուցումեն լուսավորված կփարապանենք սուրբ երրորդությունը։ Երկուքին աղոթքով ողորմե դոնողներուս։ Ամեն։ Այժմ սիրելներ, ցեզի գերքեմ այս շարականը ջաշու ուրեմն տարբերակով, ջաշու թացա գսկսի ամոլը հավատո բարերով։ Ամեն մեկ շարական սիրելներ, ինչպես ցեզի բացատրած է, մեր եկեղեցու մեջ 8 ցայներ կան եւ շարականները ամեն մեկը ցայն ունի եւ ամեն մեկ շարական որ պիտի սկսի փանալիմ ունի, այդ փանալին գերկվի։ Եվ որ ջաշու շարական պիտի երկվի, եթե դերունի է, գերկվի դեր թակավորյաց վայելչությունը սկեցավ փանալին։ Եթե Աստվածամոր նվիրված է, մեծացուսե անցնիմս դեր եւ ցնծասե օքիմ Աստված բրգիչիմ, այդպիսով կսկսի, իսկ եւ որ սուրբերու նվիրված է,
գսե սիրեցի զլիվիցե դեր ըսայն աղոթիցի մոց այսին սիրեցի դերը որովհետև լսեց իմ աղոթքիս ցայնը այս խոսքը արնված է 116-րդ Սամոսի առաջին համարեն եւ քանի որ սուրբերու նվիրված շարագան է հետևաբար փանալին սիրեցի զլիվիցե դեր ըսայն աղոթիցի մոցն է Գերկեմ ցեզի թացա եղանակով Սիրեցի զիլվիցե դեր ըսայն աղոթիցի մոց Ամոլք հավադո այսօր փայլին հայր սուրբիկո սուրբ եկեղեց ոչ Մարդասեր փրկիչ դոնողած ողորմյա Փարեխոսությամբ Պետրոսի եւ Բողոսի քո սուրբ առաքելոց Մարդասեր փրկիչ դոնողած ողորմյա Փառքոր եւ որդվո եւ ոգվույն սրբո Այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն Լուսավոր կիսոցատը բրութենես պարավորենք Սուրբ զերորդություն երգական շուրոց աղոթյուկ Դոնողած ողորմյա Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմա, որ խաչեց արվասն մեր ողորմյա մեզ։ Եվ այսպիսով Սուրբ Աստվածը երկրի սիրելիներ եւ բադարակը կշարունակվի։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկեք մենք ալ Պետրոս Արաքյալի եւ Բողոս Արաքյալի նման հավատքով զինվինք Քաչությամբ անոնք սիրելներ մեզի պես մահկանացու մարդիկ էին դգարություններով լեցուն մեղքերով լեցուն սակայն երբ Քրիստոսը կդան նորոգվեցան նոր մարդ դարձան վերածնան եկեք մենք ալ սիրելներ այս բացվող դարին Քրիստոսով լեցվինք հավատքով հզորանանք հույսով զինվինք եւ մեր շրջապատի մեջ Սեր սերմանենք, որովհետև սերը ամեն ինչի շաղախն է։ Հետևաբար Աստված թողորտն է մեր ազգի զավակները եւ համայն քրիստոնյաները եւ բոլոր անոնք, որոնք Պետրոս եւ Բողոս անունները կգրեն իրենց տարբերակներով, Փարի անվանագոչություն, հավատքով մեծնան, Պետրոսի եւ Բողոսի առաքինություններ ունենան Եվ իրենք ալ իրենց ընտանիքներու մեջ ու շրջապատի մեջ հավատքի ախոյանները լան։ Փարի դարևերջ ծեր բոլորին սիրելներ, թող բացվող նոր դարին օրդության դարի լա մեր բոլորին համար։ Աստված ցեզ արադաբես թողորտնե Փարի եւ օրդնյալ գիրագի ծեր բոլորին։